Շնորհքև խաղաղություն մեր հորասուծմեն եւ Տեր Հիսուս Քրիստոսե գողջունեմ ցեզ սիրելի եղբայրներ քույրեր Հիսուս Քրիստոսի անունով այսօր հասած ենք Դիմոթեոս նամակին նոր նամակն է որ կսկսենք Տիրոջ շնորհքով եւ այսօրվա ներածագանը բիդանք եւ նաեւ առաջին 11 համարները եւ գտեսնենք թե ինչքան օգտաշատ է այս նամակը Ուրեմն այդ Դիմոթեոսը առաջ որ գարտամ 11 համարները Միրիսեմ թե հովվական նամակներուն մաս կգազմե 3 նամակներ կան հովվական են այդ Դիմոթեոս, Դիդոս եւ Պենդիմոթեոս որովհետեւ ասոնք կրվեցան հովիվներու Դիդոս եւ Դիմոթեոս որբեսի ղեկավարեն գարավարեն եկեղեցու վրայով հարցեր Ուրեմն կարևոր է եւ երբ կրվեցավ ով կրեց որու կրեց կարգմփաները սեմ այս ուղությամբ Բողոս արաքյալ կրեց վստահ որը հոնգս է առաջին համարին մեջ ես Բողոս գկրեմ քեզի եւ այլն Ուրեմն Բողոս արաքյալ կրեց Դիմոթեոսի ով է Դիմոթեոս Դիմոթեոսի հայրը հույն էր եւ մայրը հրյա էր սակայն հավատացյալ հրյա էր քրիստոնյա հրյա էր իր մայրը եւ ասծո խոսքը սորվեցած էր իր մայրը իր որդին ուրեմն Դիմոթեոսին եւ այդպես մեծած էր իր նաեւ մեծ մայրը նույնպես հավատացյալ էր Դիմոթեոս գնշանակի բադվել ասուծո իր անունը գնշանակի բադվել ասուծո Դիմոթեոս Քրիստոսի եկավ Լիստրայի մեջ կփնագեին ներգա Թուրքիան ուրեմն հոնդեղը քաղաք մգար երբ Բողոս արաքյալ այցելեց առաջին անգամ հիմա արդեն հասած էր գրնալալ հասած էր ավետարանը որովհետև կորզակիլոցի երկուքին մեջ գային շատ մը անցեր նաև Լիստրայեն նաև Պոկրասիային այսինքն որոնք երբ լսեցին ավետարանը կացին եւ խոսեցան Նորամար հավանաբար իր մայրը եւ մեծ մայրը այդպես հավատացած էին անշուշտ նաև քանի հրյա էին հավատացյալ էին 5 դագարանի սուրբ քրքին 5 դագարանի եւ մեսիական այդ խոստումներուն եւ մարգարեություններուն հետեւաբար այդպես իրենք արած էին ավետարանը սակայն եւ որ Բողոս արաքյալ եկավ Լիստրա հոնդերը կարոզեց առաջին անգամ լալով Դիմոթեոս ապաշխարեց Դիմոթեոս հավատաց ավետարանին եւ իր երկրորդ միսիոնարական աշխատանքին մեջ նորեն Լիստրա անտիբեցավեն ժամանակ արավ Դիմոթեոս իր հետ որպես կորձագից որպես օգնական կորձարակիլոս 16-ի մեջ կգարտանք ինչպես իրեն արավ եւ թլփադեց որովհետեւ չէր թլփադված թլփադեց հոնդերի հрьяաներուն համար որովհետեւ ավետարանը թյուրին հասնի ավելի չմերժվի ավետարանը բարձրապես թլփադության սիրուն կամ անթլփադության սիրուն բաժարավ Ուրեմն կորզարակիլոս 16-ի մեջ Բողոս արաքյալ գարնե իրեն եւ իրար հետ կշարունակեն միսիոնարական աշխատանքները մինչեւ վերջ իրեն հետ կմնա եւ վերջավորության Պենդիմոթեոս վերջին նամակն է Բողոս արաքյալին գսե թե Եգուրկովս ես հռոմ եմ երկրորդ անգամ բանդարգվեցա Եգուրկովս եւ ինձի փեր գարկմփաներ որ իր մե ուզած էր Երբ կրվեցավ 62-ին 65 թվականներուն մեջն է որ կրվեցավ այդ Դիմոթեոսը եւ ասիգա 4-րդ միսիոնարական աշխատանքին մեջ որ չէ կրված կորզարակիլոցի մեջ կորզարակիլոցը կրած է 3 միսիոնարական կորձերը որ Բողոս արաքյալը ռավ նաեւ փանդարգությունը որ եղավ Հռոմի մեջ առաջին փանդարգությունը որ 2 տարի տևեց կորզարակիլոց 28-ի մեջ կգարտանք որ դանմը մեջ էր եւ ոնդերը ուրեմն փանդարգված շղթայված մեկ բանի զինվորի հետ ցերքին ուրեմն այդպես ինքը նամակներ գկրեր ինքը գկարոզեր ազատություն մուներ վերիվարով 2 տարվա ընթացքին վարձված դունի մեջ կմնար ուրեմն 2 տարի հետ ոչ մեկը իրեն թեմ եւ որ աբստան փուչպաներին թեմ խոսեցան ուրեմն գայսրնալ ազատ արձակեց իրեն Եվ որ ազատ արձակվեցավ, կնաց 4-րդ միսիոնարական աշխատանքի մը եւ շատ ամենապար Մագետոնիա եւ հոնդերը նաեւ գրգեց Դիմոթեոսին կամ ցկեց Դիմոթեոսին Եփեսոս որբեսի գարկմ կորձեր դերի տնե
Ուրեմն իր այս ազատության մեջ 4-րդ միսիոնարական աշխատանքի մեջ երկու նամակներ կգրե այբ Դիմոթեոս եւ Դիդոս եւ յետքը նորեն կփանդարգվի։ Եվ որ փանդարգվի երկրորդ փանդարգությունը այլս վերջնականը գլա պիտի սպանվի 68 թվականին։ Եվ այն ժամանակ է որ երկրորդ փանդարգության ժամանակի կգրեփեն Դիմոթեոսը։ Շատ լավ։ Ուրեմն ինչ է հիմնական գեդերը մեկ երկու բանասեմ յետ կգանցնենք առաջին 11 համարներում։ Ինչպես սկիզբսին գարկ ու կանոնի մասին խոսի եկեղեցու մեջ, եւ հատկապես սխալ ուսուցումներու թեմ բայկարի մասին խոսի։ Հետաքրքրական է որ 3 գլուխներու մեջ հիմնական սկիզբը, գեսը եւ վերջը, այսինքն առաջին գլուխ, 4-րդ գլուխ եւ 6-րդ գլուխի մեջ կհիշե որ սուտ ուսուցումներուն թեմ բայկարիս ով Դիմոթեոս։ Այսինքն կարևոր է մեզ գիտնանք որովհետեւ վերջերս սելով, այսինքն շատ դարածված է ասիգա չի խոսվի եկեղեցիներու մեջ ընդհանրապես չի խոսվի սուտ ուսուցումներու թեմ կամ սխալ ուսուցումներու թեմ եւ չեմ խոսի մեկ հարանվանության մեջ ընդհանրապես այդպես է ժողովուրդը կամ եկեղեցիները ավելի կքաշվին խոսելու սխալ ուսուցումներու թեմ զանազան բաժարներով նույնիսկ եղբայրակցություններուն մեջ դեսած եմ ադիգա նույնիսկ ավետարանական եկեղեցիներուն մեջ դեսած եմ ադիգա այլևս այդպիսի դրամատրություն մգա որ սուտ սխալ ուսուցումները ինչու պիտի խոսենք ադոր մասին նեգատիվ բաներ են պետք չէ ժխտական բաներ են կալեցեք խոսենք միան տրագանի մասին լավ գլա տրագանի մասին եթե ամբողջ տրագան խոսենք որովհետև ադի արդեն իսկ ամբողջ աստծո խոսքը որ կարոզենք իր լիությամբ արդեն իսկ բադսբարե հավատացյալին, սակայն նաև պետք է ասվի սխալ ուսուցումներու մասին, ինչ որ Պողոս Արաքյալ հրավ հոստեղը։ Ուրեմն կարևոր է նախ վարտաբերությունը կարևոր է, ուսուցում կարևոր է, եւ երկրորդ սխալ ուսուցման թեմ խոսիլ կարևոր է։ Ադիգա կտեսնենք այբ Դիմոթեոսին մեջ։ Նաև կտեսնենք ու շատ կարևոր որ ավետարանը եւ ուղիղ վարտաբերությունը սրբության կդանի։ Ավետարանը եւ ուղիղ վարտաբերությունը սրբության կդանի։ Ասիգա շատ շեշտված է եւ այսպես թեմ հանդիման տրված է սուտ ուսուցումներուն թեմ։ Ուրիշ խոսքով գսե Պողոս Արաքյալ եթե ուղիղ վարտաբերության մեջ ես, եթե ավետարանի մեջն ես, սրբության կյանք ավելիով պիտի աճի քու մեջդ սրբության կյանքը։ Բայց եւ որ սխալ ուսուցումներու մեջ է մեկը երթալեն ավելի վադի պիտի երթալեն իր փարոյականը պիտի ավրվի։ Եվ գսե օրինակներ ու դա հբարդությունը, ակահությունը, տրամասիրությունը եւ այլն ասոնք բոլորը գսե հավատքեն շեղած են եւ որ հավատքեն շեղին աս բոլոր սխալ փարոյական բաները գլան։ Ասիալ կարևոր գետ մնե որովհետեւ գտիդեի դիբեյթը մուժադելե, այսինքն երկխոսություն, բայց քիչ ավելի չադակովական, մեկ կողմը հավատացյալ էր, մյուս կողմը ուրիշ գրոնե մեկն էր, որ շատ ազադամիտ, ճագերդյալ ազադամիտ, այսինքն լիբերալ մեկն էր, որ կսեր շատ մը ճամփաներ գա տեբի ասուզո, բայց ման չէ միան Քրիստոսը լա, շատ մը ճամփաներ գա ասուզո, եւ հետեւաբար ինչու ադորց վրա գենան, կարեցեք մենք հիմնականին վրա որ փարոյականն է, այսինքն ամենից փարոյականի մասին շեշտ կտնենք, հետեւաբար պետք չի գա կարոզենք մեր վարտաբերությունը, պետք չի գա կարոզենք ավետարան կամ եւ այլն։ Եվ ենթադրությունը հետեւյալն էր այդ խոսողին, որ առանց ճշգրիտ վարտաբերության գրնանք ունենալ փարոյականություն։ Եվ այս է որ սխալ է, այս է որ Դիմոթեոսի մեջ հստակ կնե Պողոս Արաքյալ, որ փարոյականություն եթե գուզես, բարձր փարոյականություն եւ դարածված ոչ թե մեկ երկու հոգի մասին խոսում, դարածված ընկերության մեջ, եթե գուզես փարոյականությունը բարձրացնել ընկերության մեջ, ավետարանի եւ ողջամիտ վարտաբերության հետևանքով է որ պիտի ալլա։ Անշուշտ է որ ասիգա in general գսեն այսինքն ընդհանուր քիծերու մեջ է, որովհետև անշուշտ կան աթեիստներ կամ ուրիշներ, որոնք չեն հավատար եւ փարոյական արժեքներ ունին, անշուշտ կա,
եւ նաեւ կան որոնք գսեն թե հավատացյալ են, սակայն բարոյական կյանք չեն ապրիր։ Նույնիսկ աթեիստները կամ անհավատները իրենց արժեքները արած են սուրբ գիրքեն, կամ իրենց դասերագութեն են, իրենց մորմեն, հորմեն եւ այլն։ Ուրեմն կան անշուշտ այդպես, բայց ընդհանուր քիծերուն վրա եթե նայենք, այն ազգերը կամ այն ընկերությունները, որոնց գուզես բարոյականը բարձրացնել, արժեքները բարձրացնել, Աստծո խոսքին կարոզությամբ պետք է հելա, ավետարանի կարոզությամբ պետք է հելա, ողջամիտ վարդապետությամբ պետք է հելա։ Այս կսե արգիմոթիոս, այս մեզ գսորվեցն է։ Եվ պիտի տեսնենք շատ համարներ այս ուղղությամբ մինչ կգալենք այս նամակին մեջ։ Ուրիշ խոսքով անոնք որոնք անպարոկ յանքեր գաբրին, անոնք որոնք սրբության յանքի մեջ չեն ապրիր, Պողոս առաքյալ գսե իրենց մասին, որ հավատքեն շեղեցան, հավատքեն շեղած են։ Շատ արագ։ Կանեցեք կարդանք միասնաբար։ Հանուն Հոր եւ Որդու Հոգին Սրբո ամեն։ Այբ Տիմոթեոս 1:11 գսե ես Պողոս, որ Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ, մեր բրգիչ Աստծո եւ մեր հույսը եղող Քրիստոս Հիսուսի հրամանով քեզի գկրեմ հավատքի հարազատ որդիս Տիմոթեոս։ Թող հայրն Աստված եւ մեր Տերը Քրիստոս Հիսուս շնորհք, ողորմություն եւ խաղաղություն բարգեւեն քեզի։ Երբ Մագետոնիա գերտայի խնդրեցի, որ Եփեսոս մնաս եւ խոսիս քանի մոքիներու, որբեսի տատրին օդար վարտաբերություններ ուսուցանել է։ Եվ չսպաղին սկիզբ ու վերջ չունեցող արասբելներով եւ ասկահամարներով, որոնք վեճեր ու թուր կփանան, փոխանակ օգնելու մարդոց հավատքին եւ Աստծո ծրագրին իրականացման։ Քերակույն բադվիրանը սերն է, անարատ սրդե, մաքուր խճմտանք է եւ անգերց հավատքեն փխած սերը։ Շատեր այս բադվերները մորցած թադարգ վիճապանությանց մեջ մտնելով մեզի օրենք սորվեցնելու ելերեն, մինչդեռ ոչ իրենց խոսածը գիտեն, ոչ էլ Աստծո օրենքը, որում մասին այնքան վստահությամբ կջարեն։ Գիտենք թե օրենքը լավ է, երբ պետք եղած ցևով կործատրվի, սակայն գիտենք նաև թե օրենքը արդարներուն համար տրված չէ, այլ անօրեններուն եւ անհնազանդներուն, ամպարիչներուն ու մեղավորներուն, սրբությունները ոտնագողնողներուն ու բիղձերուն, հայր ու մայր անարգողներուն, մարտասպաններուն, բորունգություն ընողներուն, արվակետներուն, մարդ արևանկողներուն, սդախոսներուն, սուտ երտում ընողներուն եւ բոլոր այն արարքներուն համար, որոնք հագարակ են իմ փոխանցած առողջ ուսուցումներուս, բադվերներու, որոնք համաձայն են երանելի Աստծո փառքը բադմող ավետարանին, որ ես հավատարմորեն կարոզեցի։ Խոնարհին կաուտելու երկնավոր հայր, խնդրենք այս համարներեն եւ ինչ որ խոսանք այսօր, շատ դասեր սորվինք։ Եվ գտնեմ քո արչեւ այս Աբդիմոթեոսի սերտողությունը։ Տուն մեզ հետ լաստեր, օրհնես այս սերտողության բայրը։ Հիսուս Քրիստոսի անունով խնդրենք ամեն։ Անուն Հոր եւ Որդու եւ Հոգին Սրբո ամեն։ Ուրեմն նախ կսե, որ Պողոս առաքյալ գկրեմ քեզի Տիմոթեոսի իմ որդիս հարազատ որդիս։ Անշուշտ ոստերը որդիական at խոսքը կամ հայրական at խոսքը որ գսե գաբ ունի, որովհետև գաբ ունի հոգևոր իմաստով, որ ինքը ծնավ Տիմոթեոսին հոգևորապես։ Որովհետև այդ Կորինթացիս 4:15-ին մեջ կսե ես ավետարանով ցեզ ծնա։ Ուրիշ խոսքով ամոր կկարոզե եւ հոգիներ գշահի գծնի իրենք ուրիշ խոսքով ոչ ինքը ավետարանը գծնի, բայց ինքը միջոց կլա որ կարոզե ավետարանը։ Այդ հայրական եւ որդիական հարաբերությունը կստեղծվի, կսկսի։ Սակայն նաեւ եւ որ հոգ դանի թիմացինին հոգա, որը պայման չէ միան ծնունդով մեկը հայրը լալ, նաեւ հոգադարությամբ կրնա հայրը լալ։ Հոգեվոր հոգադարությամբ այս բարակային եւ որ հոգ դանի իրեն աջման, հոգեվոր աջման եւ ուղղություն դալու, սորվեցնելու եւ այլն, այդալ հայրական որդիական հարաբերությունը կստեղծի կամ կշարունակի։ Ուրեմն կարևոր է ասիգա գիտնանք որ սխալ չէ հոգեվոր հայր գոչել մեգումը կամ շատերու, որոնք աշխատին հոգին, աջմամբ եւ սրբությամբ եւ ավետարանի կարոզումով։ Ուրեմն գսե Տիմոթեոս, ասենք Տիմոթեոս կնշանակե բադվել Աստծո, հետաքրքրական է։ Բարը եւ այդպես ալրավ Տիմոթեոս իր կյանքով
բադվեց Աստված Երանի թե ամեն մեկս մեր անունները հատկապես անոնք որոնք քրիստոնեական սուբկրային անուններ ունեն կամ 5 դագարանեն կամ նոր դագարանեն լավ որ մեր անունները արդարացնենք բայց ադով հանդերձ բոլորնից նույնիսկ եւ որ մեր անունը փուն անունը սուբկրային չէ ունենք մենք կգրենք Քրիստոսի անունը քրիստոնյա գոչվենք Աշնայև ունենք մգրդության անունը շատերս ուրեմն մգրդության անուն կամ քրիստոնյա անունը ընդհանուր պետք է ադիգա պետք է բադվենք այսինքն արդարացնենք Աշնայև գիշեք թե ամենայն սրբոցը այն դոմն է դարվան մեջ մեկ անգամ որ բոլոր սուրբերուն անունները բոլոր անոնք որոնք սրբությամբ ապրեցան եւ մեռան անոնց գիշենք եւ շատ հավանաբար քո անունը եւ իմ անունս է բոլոր շատերու անունները որոնք տեգու սուրբկրային չեն հadouk դոն մչունին այդ անվան դագեն այդ դոնին մեջն են ամենայն սրբոց դոնին մեջն են եւ գիշվի այդ օրը եւ տեգուզ անուններով չհիշվի որովհետեւ հազարավոր անուններ կան բայց կոնե հիշադակը կդոնվի ամենայն սրբոց որ ուրիշ խոսքով մեր անունները արդարացնենք եղբայրներ քույրեր մեր անունները գրող անձեր եղան որոնք սրբությամբ ապրեցան ուրեմն ադով հանդերձ քրիստոնյա անունալ կգրենք կարեցեք արդարացնենք մեր անունները Թողարն ասված եւ մեր Տեր Հիսուս Տերը Քրիստոս Հիսուս շնորհք ողորմություն եւ խաղաղություն բարգեւեն քեզի Հետաքրքրական է որ հոստերը շնորհք եւ խաղաղությունը գիշե միշտ ինչպես ամենուրեք եւ սակայն մեկ parավելի գավելցնե ողորմություն Հետաքրքրական է որ ինչու ողորմությունը դրավ մեջտեղ ավելցուց մեջտեղ Բողոսարակյա որովհետեւ եղբայրներ քույրեր գարձեք թե անհատական կետնի վրա եւ որ ուղվի Բողոսարակյա ողորմություն paragտնե եւ սակայն որ եկեղեցին ուղվի շնորհք եւ խաղաղությամբ կբավարարվի Հետաքրքրական է որովհետեւ գրնալ տեգուզ եւ որ հավաքականին կխոսի ուրիշ խոսքով տեգսե եկեղեցին միասին է զորավոր է Սակայն որ անհադիմը գուղվի առանցին, որուն բարդականությունները շատ ծանր են, հատկապես ոս Դիմոթեոսին, հադուգեն շնորհք մուգուզե, հադուգեն ողորմություն մուգուզե, հավելյալ փամը պետք ունի ասուծմե, ասպարկային ողորմություն։ Որովհետև անհադը ալավելի դգար է, քան հավաքականը, միշտ հավաքականը եկեղեցին միասնապար ավելի զորավոր է, քան անհադը հավատացյալ առանցին ինքն իրեն։ Ուրեմն հոսեք դեսնենք ադիգա բաջարներին մեկն է, սակայն նաև երկրորդ բաջարը հավանաբար լա, որ պատասխանատուները հատուկ են հավելյալ շնորհքի գարիք ունին, շնորհք եւ ողորմության այս վրակային։ Պատասխանատուները ինչու, որովհետեւ իրենց փերը ավելի ծանր է, իրենց կորձը ավելի դժվարին է։ Անորամար այդ ողորմություն բառնագիշ է։ Ուրեմն Երբ Մագետոնիա գերտայի գսե խնդրեցի որ Եփեսոս մնաս, ուրեմն ասի 4-րդ միսիոնարական աշխատանքին ժամանակին է, ինք կողվի Հռոմենտեբի Մագետոնիա, այսինքն Հունաստանի վերիգոմը, որպես շարունակե կարոզել, ավետարանել, գսե խնդրեցի որ Եփեսոս մնաս։ Ուրեմն մի կար գսեկովս հոնգեցի Եփեսոս եւ ոնդերը գարկմանցերու խոսիս։ Գրնալ նաև որ ինք Եփեսոս անցած էր միասնապար Կացած էին Եփեսոս ինքը եւ Դիմոթեոսը եւ ոնդերը որ կորձը ռաձեր հոգեվոր քնած ինքը Մագետոնիա սակայն Դիմոթեոսի սավ հոնգեցիր որովհետեւ գար բաներ գա գլսե մագանչսասա որբեսի դատրեցնես այդ խոսակցությունները օդար վարտաբերությունները Գսե խնդրեցի որ Եփեսոս մնաս եւ խոսիս քանի մոքիներու որբես դատրին օդար վարտաբերություններ ուսուցանել է Հետաքրքրական է որ գսե խոսիր չսեր Կնա պանդտիր, կնա կառավարությանը սե որ ար պանդտիր կամ կնա քանի մոքիտո զարնեն ասոնց ինչե խոսքով է ուրեմն ասո խոսքը սուրը մեր սուրը որ ունենք եղբայրներ քույրեր հոգևոր են եւ ասվածային է եւ զորեղ է եւ խոսքով է ուրեմն ասո խոսքին կարոզությամբ է եւ հավատացեք ասո խոսքին կարոզությամբ դժմարիտ կարոզությամբ մեկը չի գնալ թեմա եւ շատ լեզուներ կբանցին
եւ հավատացյալները, որոնք կլսեն երկու կողմը, անպայմանորեն եթե դիրոջ կպատկանին, եթե ճշմարիտ հավատացյալ են, պիտի կան ուշքամ կանող, պիտի կան ճշմարիտ վարդապետության։ Գսե Պենտիմոթեոս Պենգորընթացիս ներողություն 10-րդ գլխուն 3-րդ համար ճիշտ է որ աշխարհի մեջ կաբրինք, բայց աշխարհային նկատումները առաջնորդված չէ որ կբادرազմինք, բادرազմի մեր զենքերը աշխարհային չեն, այլ Աստծո զորավոր զենքերն են ամրոցները խորդագելու համար։ Եվ մենք կխորդագենք Աստծո գիտության թեմ բարձրացած արարգությանց բոլոր հբարդ պատնեշները։ Եվ բոլոր միտքերը քերելով, քերի դարձնելով, այսին Քրիստոսի հնազանդության կբերենք։ Նկատեցիք ինչպես կխորդագենք Աստծո գիտության թեմ բարձրացած արարգությանց պատնեշները, այսին արարգություններուն կրնանք պատասխանել եւ հաղթել։ Ուրեմն մեր զենքերը աստվածային են ոչ թե երկրավոր այս ուղղությամբ։ Ուրեմն այնչափ շիլակ չէ որ ինչ որ եղավ հին տարերում մեջ զենքի ուժով սուրի ուժով սխալ ուսումները կբաժվեր եւ այլն։ Խոսքսես քանի մոկներու որպես թատրին օդար բարդություններ ուսուցանել է եւ չսպաղին սկիզբ ու վերջ չունեցող առասպելներով։ Անշուշտ նաև մյուս զենքը, ինչն է խոսքերեն ետքը, անդամավդարումն է կամ եկեցին դուրս հանելն է եւ ադալ գտեսնենք հաջորդ անգամին մի տեսնենք որ այդպես հրավ բողոսարակյալ քանի մոկիներու Սակայն հոսքս է նախ խոսիր, նախ ցանե, այսինքն ուշ խոսքով չես կնար բանջել բամը, եթե նախ չի ցանես։ Չես կնար ագնկալել որ փերք դա արտմը, եթե նախ չես ցանած մեջը։ Եվ եթե բանջես ադիգա, կնշանակի տուն անկուտ ես, կամ սխալ ես այդ ագնկալությանը մեջ, ուրեմն նախ խոսիլն է եւ սորվեցնելն է։ Ուրեմն եւ չսպաղին սկիզբ ու վերջ ունեցող առասպելներով եւ ասկահամարներով, որոնք վեճերու թուր կփանան։ Փոխանակ օգնելու մարդոցավատքին եւ Աստծո ծրագրին իրականացման։ Ոստեղը ինչն են այդ առասպելները եւ ասկահամարները, որում մասին բողոսարակյալ խոսի, սխալ ուսուցումները, հստակ չէ շատ, բայց գենթատրեն աստվածապաններ, որ հրեական այսպիսի վարտաբերություն մգար, որ ուրգե եկած են թևերը, այսինքն սադանան եւ արբանյակները իրեն ուրդեն եկած են ամեն մեկուն անունը ինչ է ով որուն ստեղծեց ով ինչ եղավ ուրդեն եկավ այսպիսի բաներ կար եւ ցավոք սրտի հիմա էլ այսպիսի հետաքրքրություն մգա որ որոնք են անունները ով են ինչ են սադանան կամ հրեշտակները կամ սրեշտակ կամ սադանաները եւ այլն եւ այսպիսի բաներ կան հրեական այդ առաջին տարերում մեջ գարասիգա Առասպել են, ուրիշ խոսքով չէ գրված սուրբ գիրքին մեջ, բարձրապես առասպելներ են, գտնալ ապոկրիֆա գիրքերեն են, որոնք ասո խոսքին կանոնին մեջ չեն, ադոնցմե շատ բաներ կան այդպես։ Գսե ադոնցմով մի թող չսպաղին, որովհետև նախ չես կնար փաստել բամը, որովհետև ասո խոսքին մեջ չէ, ուրեմն ժամանակ մի անցնեք, այլընտակարակը առողջ վարդապետությունը կորձնական է, practical է, Ուրեմն այս բաները մեզ չօգներ, ինչ պիտի օգնե մեզի, ինչ է անունը, ուրդեղեն եկավ, ինչ է իր ասկահամարները եւ այլն, ինչ օգուտ։ Ուրիշ խոսքով հոսալ կտեսնենք սկզբունքը, որ practical է, աստվածապանությունը practical է, եւ եթե կորձնական բաներ չի դար մեզի ամենօրյայի մեջ, մեր կյանքին համար, օգուտ չունի, կնշանակի ճշմարիտ աստվածապանությունը կորձնական է։ Գսե փոխանակողներու մարդոց հավատքին եւ Աստծո ծրագրին իրականացման։ Քերակույն բադվիրանը սերն է եւ հետեւաբար այս կորձնականությունը գեդաբնտե մարդուն շինությունը, մարդուն հանդեպ սեր, կորձնական սեր։ Okay, միան խոսքով չէ, կորձնական սեր ինչպես ցուն գոկնես կոր շուրջիներուտ եւ ազգիտ եւ ընկերությանդ, society-ին, ինչպես բարի երբով աղ եւ լույս կլասկոր եւ օգնեսկոր շրջանագիտ մեջ ասի որ բադվիրանն է որ սերն է անարած սրդեմակուր խոջմդանքի եվանգելիա հավատքեն փխածերը դնշանագի այս սխալ ուսուցումները ունեցողները ճունեին այդ կորզնական գոմը հետաքրքրական է այդ դիբեյթին մեջ որ ցեզիսի եւ որ ուրիշ գրոնե անցը գշշտեր որ չէ կարևորը բարոյականն է բարի կորձերն են եւ այլն քրիստոնյան ասա որ նայեսավ
մենք մեր ծառայությունը եւ մեր կարողությունը մեր անդամները սա հավանաբար ցեզմե շատ ավելին բարի գործեր գնեն եւ օրինակներ հաշվեց աշխարհի 4 զակերուն ինչպես բարի գործեր գնեն եւ ուրիշ խոսքով հադալ չգրծավ պատասխանել չսա որ հո մենք ասաս մեծ բաներ գնենք չգրծավ լսել ուրիշ խոսքով ճիշտ է որ անոնք որոնք գսեն թե միան կորզներն են կարևորը եւ ոչ թե վարտաբերությունը գնայս որ կորզերն ալ չունին ինչու քիչ չասենք կորզերը գփխին ողջամիտ վարտաբերությունը ուրեմն շատեր այս բادرները մորցած գսե տադարկ վիճապանությունից մեջ մտնելով մեզի օրենք սորվեցնելու ելերեն հոսե օրենքի մասին գխոսի որ չենք գիտեր ինչի մասին է հստակ կերպով սակայն գրնանք ենթադրել որ այ Դիմոթեոս 6-րդ գլխի մեջն է որ Պարկավաճման ավետարանի մասին խոսի հոս նաև ուրեմն հավանաբար ասոնք կսեին որ եթե օրենքը բահենք բեն օրինաց եւ այլն այս այդրե հետեւաբար ասկտ գար արչեվ գերտա եթե ասած չնես հետեւաբար ասկտ յետև գերտա եւ այլն այսպիսի օրենք բաներ խոսեր ձեր Պարկավաճման ավետարան օրենքը բահելուն վրայով եւ ոչ թե ավետարանի մեջ կենալու բեն օրինացի մեջ քրսեր այսին անեցքները որոնք կան եւ օրնությունները որոնք կան ադոնց մասին խոսեին սակայն սխալ հասկացած են գսե օրենքը սխալ հասկացած են մենք օրենքի դակ չենք այլ շնորհքի դակ ենք հետեւաբար անեցքի դակ չենք եթե սխալինք այլ եթե ապաշխարությամբ կան Քրիստոսի արյունի մեզ արտարացած է եւ գարտարացնի եւ կբրգե եւ այլևս այդ խոստումները իզոլու չեն որ դու գլուխ պիտի լաս եւ ոչ թե ոչ եւ այլն այսպիսի բաներ գտեսնենք ադի 6-րդ գլխում մեջ որ Պարկավաճման ավետարանին թեմ գխոսի գսե շահագություն չէ գսե գրոնը արի չէ տրամ թիզելու եւ ոչ թե որ դու գրոնի մեջ կմտնաս կամ հովիվ գլաս կամ կարոզիչ գլաս որբեսի ավելի տրամ շահիս եւ հարստանաս եւ ոչ թե Քրիստոսի կուկած որբեսի հարուստ լաս ադոր մասին խոսի եւ նայեցեք հիմա Պարկավաճման ավետարանի եկեղեցիները մեծամ մասամբ իրենց համարները որ գբերեն 5 դագարանեն 5 դագարան օրենքեն են եւ սակայն սխալ հասկացած են օրենքը եւ միանցենք ինչ է օրենքին լավ դիսես ինչու կրվեցավ ուրեմն 5 դագարանը օրենքը ոնց կբադասխանե 8-րդ համար գիտենք թե օրենքը լավ է երբ պետք եղած ծևով գործադրվի եւ 3 հիմնական նպատակներ ունի օրենքը անշուշտ խոսք կրված է նաեւ ուրիշ տեղերը քաղաքացիս զորօրինակ առաջին նպատակը մեզ Քրիստոսի գբերե օրենքը կրվեցավ որովհետեւ մենք տեսնենք մեր սխալը որ մենք չենք կնար լավ լալգադարյալ եւ այլն հետեւաբար միայն շնորհքով է որ պիտի կանք ուրեմն որպես հայելի գործադրվի ադիգա կտեսնենք մեր անձը որչափ չենք գրած այս բոլոր բادرները եւ չենք կնար գորնել անշտադիչի նշանակե չենք փորձեր բիչի փորձենք թագարագը ամոր Քրիստոսի մեջ ад ուժ ունի որ կոնե 90-95 հարյուր հասնի գադարելության բայց 100 չգա ուրեմն այդ է նպատակը որպես Քրիստոսի կանք որպես շնորհքով արդարանանք սակայն երկրորդ նպատակը որ հոսալ գնշե սակայն գիտենք նաեւ թե օրենքը արտարներուն համար տրված չէ այլ անօրեններուն աննազաններուն եւ ոսերը շատ քեշ բաներ գխոսի որում մեջ կա նաեւ միասերականները այսին հոս արվակետներ գսե 10-րդ համարի մեջ եւ այլն ուրեմն գսե օրենքը ադոնց վրայո ադոնց համար է ոչ թե արտարներուն համար եւ ինչու բաժարը այդ է որ երկրորդ գործածություն օրենքին պետք է կառավարություններ սորվին ասկե 5 դագարանի օրենքը կա որբեսի մեզի ուղղություն դա որ մեկ բաները պետք է կաչալերվին եւ որ մեկ բաները պետք չէ կաչալերվին կամ պետք է բաժվին ինչ բաներ կա parallelական կետնի վրա բաներ որոնք պետք է կաչալերվին եւ ինչ բաներ կան որ պետք է բաժվին օրենքի գործածությամբ բադիժով կամ ասենք հիմա բադիժը պայման չէ միան փանտրվի կամ պայման չէ սպանվի մաշուշ անոր կսպաննե պետք է սպանվի capital punishment մահաբադիժը գա ադեմը գա սակայն ուրիշ անպարոպաներ պետք գրնալ պանդլա գրնալ նյութական տրամդալլա դուքանքլա եւ այլն այսպիսի բաներ եւ մեջ գին շեյվ պետք է կառավարությունները սորվին ատկե
հաբա թե ոչ ինչ հիման վրա իրենց օրենքները գտնեն։ Եթե ոչ Աստծո խոսքին հիման վրա։ Եթե Աստծո խոսքը չառնենք, 5 դագարանի օրենքը չառնենք։ Կնշանակի թե ճունինք գրնամյան մարդկային կապարները լալի վադոր իման վրա անշուշտ սել չէ թե ուղագի գերբով գարնվի օրենքը 5 դագարանի բադիժներ ուրիշ խոսքով եւ կորզատրվի նոր դագարանի մեջ այդպես չէ զոր օրինակ միասերականները 5 դագարանի մեջ կսպաննվեին օրենքը այդեր անշուշտ ուզեց մեզի որ ինքը թե ինքը սրբություն կբան չէ 100 եւ այլն Թեգուզ չենք տեսներ ոչ մեկ դեղ որ միասերական ման սպանվեցավ 5 դագարանի մեջ սակայն օրենքը այդպես կսեր Ղևդացին մեջ Եվ սակայն նաև օրենքը գսեր որ գրնա ոյ մեկ մահաբադիժի հարցով մեկը տրամ դալ եւ ազմիա բացի եթե մարդը սպանեց տրամ դալով չազադիր բայց ոյ մեկ ուրիշ բաժաներով գրնար փրկակին դալով ազադիլ ուրիշ խոսքով բաժվի սակայն ոչ մահաբադիժով հոստերը իման ներգայիս ինչպես կրնանք հասկանալադի պետք է եկեղեցին կովկովիկա եւ բարձրապես illegal այսինքն անօրեն դարձնե այն գարկը բաներ օրինակ միասերական ամուսնությունը ինչու պետք է ընդունվի ըստ Աստծո խոսքին անօրեն է ադիգա հոսալսա արվակետները ադոնց համար է օրենքը ըսավ ուրիշ խոսքով օրենքը ուկայև կարգիլ է այդպիսի բաներ եւ պետք է արգիլ է Ուրեմն հոստերը պետք է կովիկա եկեղեցին եւ ճշգրիտ կերպով ասե եւ տնե թե ինչ բաներն են որ 5 դագարան են պետք է հասկանանք ադոնց սկզբունքները անշուշտ ոչ թե ասի 100 նույնպես առնել տնել առանց փոխելու առանց նոր դագարանի լույսին դակ նայելու պետք է բարոյական բաները առնվի եւ հիմա նժարի մեջ դրվի գշիրքի մեջ դրվի որ ինչ սկզբունք կրնանք քաղել ադգե հետեւաբար ինչ բաներն են որ պետք է քաչալերվին եւ ինչ բաներն են որ պետք է բաժվին հիմա քաչալերանքը շատ մի կառավարություններ գնեն զորինակ ամուսնություն զորօրինակ զավակներ ունենալ վերջերս լսեցի հարավային կորեան քանի զավակ ավելի քիչ կբերեն որ ժողովուրդը $100,000 պիտի դան երրորդ զավակին եթե երեք զավակ ունենաս $100,000 գուդան դոլար $100,000 գուդան քեզի հոնդեղ ուրեմն որբեսի զավակներ շատցնեն պրակտիկությունը շատցնեն հետեւաբար ասի օրենք մնե որ գկաչալերի գոր բարի բամա ամուսնություն այս բարակային եւ զավակներ ունենալը շադարեք ասի երկրորդ բաններ ուրեմն չարիքը գզսպե բադիժով ասիգա երկրորդ գործողությունն է օրենքի վրայով սակայն երրորդ գործողությունն ալ որ ու գուղե ինչ բանանել մեզի գուղե մեզի գսորվեցնե ասիալ երրորդ գործողությունն է որ մեզի ցևոմը գսե որ ինչ բաներն են շիդագը ինչ բաներն են սխալը դարբերությունը երկրորդին հետ որ երկրորդը կովը բադիժ ունի կամ քաչելերանքունի հոս բարձրապես երրորդ գործողությունը որ բարձրապես մեզի գսե ասբարակային հավատացյալներուն կամ ժողովրդին ուղղել իրենց ինչ բանն է որ ճիշտ է ինչ բանն է որ սխալ է սոր ավելի տասի արաքչական բաժին ունի կանտե բադիժի դարողություն շատ աղեք եղբայրը կուրեր ռոստերը ուրեմն գանք կարնեմ դեսանք առաջին 11 համարներում մեջ այն տասերը որ կարեցինք հաջորդ անգամ կշարունակենք առաջին գլուխը կամ փոխչացնենք զայն եւ հերթականությամբ կշարունակենք այս նամակը հետաքրքրական նամակ մնե շատ կարեւոր նյութերու մասին խոսած է միասնապար գտեսնենք այդ բոլորը Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը որ Աստծո սերը եւ Սուրբ Հոգին հաղորդությունը մեր բոլորին հետ լա ամեն